Վարչապետի հրավերով կառավարությունում հավաքված 8 բարձրաստիճան հոգևորականներից 5-ի՝ Նավասարդ Կճոյանի, Աբրահամ Մկրտչյանի, Վազգեն Միրզախանյանի, Հրթանես Աբրահամյանի և Գևորգ Սարոյանի բացակայության պատճառով Մայրաթոռում նախատեսված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը տապալվել է։ Չնայած սրան, ժողովականները մասնավոր անդրադարձել են 9 եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը։ Արձանագրվել է, որ հիշյալ շարադրանքն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Արշակ Սրբազանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Հանձնախմբի կողմից որևէ պաշտոնական դիմում չի կատարվել քննչական կոմիտե Սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար, իսկ հանձնախմբի առանձին անդամի կողմից ստացված եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի ակնհայտ խախտումով, սպառիչ եւ լիարժեք չէ եւ չի կարող արժանահավատ հիմք ծառայել, որով եւ չէր կարող ընդունելի նկատվել հայոց հովվապետի կողմից։ Հանձնախմբի ատենապետը վեհափառին առաջարկել է հարցի արդար քննության համար ձևավորել 3 անձից կազմված նոր հանձնախումբ, որը կարող է նաև քննարկել Արշակ Սրբազանի ծառայության արժանյա կասեցման հարցը։ Ժողովականները խիստ անհրաժեշտ են համարել, որ եկեղեցականները վերադառնան կանոնական դաշտ, իրենց մտահոգություններն արծարծելով եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում եւ չխաթարեն եկեղեցու միաբանությունը։ Մայրաթոռում զուգահեռ նաև միաբանների ժողով է եղել։ Մենք տեսանք հրապարակումներում, որ կարգալուծության հարց է քննարկվել, դա բացարձակ սուտ է, նույնիսկ մտքներից ծայրով չի անցել, եւ դա մեր իրավասություններից դուրս է։ Մայրաթոռի բակում սև բերետավորներ էին նաև տարբեր եկեղեցիներից հոգևորականներ։ Վեհափառից արդարացի լուծում են ակնկալում, ասում է Բյուրականի հոգևոր հովիվը։ Որն է լուծումը։ Ըստ Տեր Վրդանեսի այն կարող է գտնել միայն ամենայն հայոց կաթողիկոսը։ Օրինակի համար, եթե ես լինեի վեհափառ հայրապետը, իրենք 3 երեկոյան կարգալույց կհռչակվեին եւ այս կիրակի 6 նոր եպիսկոպոսներ կոծեի, բայց փառք Տիրոջը, որ ես չեմ վեհափառ հայրապետը եւ վեհափառ հայրապետը շատ ավելի ներողամիտ, շատ ավելի շրջահայաց, շատ ավելի երկայնամիտ անձնավորություն է եւ կարծում եմ կարող է նաեւ իրենցից ոմանց նկատմամբ ողորմած լինել, եթե իրենք զղջան։ Բյուրականի հոգևոր հովիվը կարծում է 8 եպիսկոպոսները կոմպրոմատների, շանտաժի, ահաբեկման, գուցե նաև սուտ խոստումների զոհ են դարձել։ Պնդում է մեղադրանքները, որ ուղղվում են եկեղեցուն, համապատասխանում են միայն վարչապետի շուրջ հավաքված հոգևորականներին։ Չի մասնավորեցնում, ում եւ ինչ նկատի ունի։ Այն բոլոր կոմպրոմատներն ու հայտարարությունները բադ եկեղեցականների, որոնց մասին ինքը ասում էր, հենց իր շուրջն էին հավաքել, ինչ որ առումով վեհափառ այդ հանդիպումով, վարչապետը այդ հանդիպումով, ինչ որ առումով մաքրեց եկեղեցին այն մարդկանցից, որոնք իրենց կարգին համապատասխան չեն։ Ովքեր են մասնակցում իշխանականների բառերով եկեղեցու բարենորոգմանը։ Լրագրողները խորհրդարանի խոսնակին հիշեցնում են 8-ից մեկի անունն օրինակ օֆշորային սկանդալների հետ է կապվում։ Ես այդ մարդուն որպես նոր կաթողիկոս բնականա չեմ տեսնում եւ դա իմ համար անկրնելի հարց է, թե ինքը ինչ մասնակցություն կունենա, թե այդ ձեր նշած փաստերը ինչ հետևանքներ կունենան, ես որևիցե բան չեմ բացառում։ Քաղաքական առումով պարոն Կճոյանի հետ կապված մենք որևիցե քաղաքական բանավեճի, բանակցությունների մեջ չենք, ինքը գործող պաշտոնյա է, ինքը իր կարծիքն է հայտարարել, ինչպես նաև մնացած եպիսկոպոսները։ Ես հարգանքով եմ մոտենում իր հայտնած կարծիքին, ողջունում եմ իր ու մնացածի գործողությունները եւ հաջողություն եմ մաղթում։ Սիմոնյանն ասում է, այնպես չէ, որ վարչապետի հետ հանդիպած բոլոր հոգևորականները կիսում են քաղաքպայմանագրի բոլոր դիրքորոշումները։ Այլ հարց է, որ հավաքվել են եկեղեցու ներսում եղած խնդիրների շուրջ, որոնց մասին էլ տարածված հայտարարությունն է։ Հերմինե Ղալիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։